Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 23-ն է, այսօր ես ուզում եմ, որ մենք նորից անդրադառնանք ռուս-հայկական հարաբերություններին, ինչ են մեզանից ուզում, նորից սկսեցին խոսել Մարիա Զախարովան, Յուրի Ուշակովը, հասկանանք այս փուլում մեզանից ինչ են ուզում, դու գիտեք Ռուսաստանը դեր չի շնորհավոր է Հայաստանին անցկացված ընտրությունների կապակցությամբ, Պուտինը չի շնորհավոր է Նիկոլ Փաշինյանին, ինչ որ փոքր պաուզա եմ ես տեսնում, Ռուսաստանը իմ կարծիքով մտածում է ինչ պետք է անի մոտ ժամանակներս, բայց անպայման ես այսօր կանդրադառնամ այս թեմային, քանի որ խոսած երեք Մարիա Զախարովան եւ այսօր Ուշակովը, պարոն Ուշակովը, օգնականը Պուտինի։ Անպայման ուզում եմ այսօր անդրադառնալ, դրա հետ կապված մեծ աղմուկ է, Տելեկոմ Արմենիա ընկերությունը ստորագրեց պայմանագիր Ազեր Տելեկոմ ընկերության հետ, դա կոմերցիոն պայմանագիր է համագործակցության մասին, նաև այդ թվում աջակցելու, ապահովելու մալուխային կապը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, ինչ է դա նշանակում, ինչ է մեզ տալի, ինչ ռիսկեր պարունակում է, ինչ դրական կողմեր ունի դա, անպայման այդ թեմայից էլ այսօր կխոսենք։ Բացի դրանից ուղղակի մի քանի խոսք ես այսօր ուզում եմ ասեն այն լարված իրավիճակի, որը կա երկրի ներսում, Երևանի խորհրդում, Երևանի քաղաքապետարանի շենքում խորհրդի նիստի ժամանակ ծեծկարտուկ էր, ինչի հետ է դա կապված, մի քանի խոսքեր դրա մասին, ես ավելին ձեզ ասեմ, մոտ 5 տարի մեզ սպասում է նույն ծանր իրավիճակ նաև ազգային ժողովում, մենք անընդհատ կտեսնենք իրար դեմ քայլեր, վիրավորանքներ, ծեծկարտուկներ, ցավով այդպես ստացվեց այս ընտրությունների արդյունքներում, դրա մասին էլ կխոսենք։ Էլի շատ ու շատ թեմաներ կան, բայց այս 2-3 թեմաները անչափ ակտուալ են ու կարևոր են մեր հասարակության համար այսօր։ Ուրեմն, երեք խոսեց Մարիա Զախարովան։ Ես ինչու շատ ուշադիր հետևում եմ այն քայլերի, այն հայտարարությունների, որոնք անում է Ռուսաստանը, հենց ընտրություններից հետո հասկանալու համար ինչ որոշում իրանք կընդունեն Հայաստանի նկատմամբ, մեր ընտրության արդյունքների նկատմամբ։ Ուրեմն Մարիա Զախարովան մի քանի թեզեր նորից կրկնեց։ Այն թեզերը, որոնք ասում էր Ռուսաստանը, բայց այդ ասածը առաջի անգամ է ընտրություններից հետո, որ ասվում է։ Ինքը ասում է, որ ԵԱՏՄ-ի գործընկերները Հայաստանի եւ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ի գործընկերները սպասում են Հայաստանից կողմ որոշում, վերջնական կողմ որոշում։ ԵԱՏՄ-ն տեսնում է, որ Հայաստանը գնում է դեպի եվրոինտեգրացիան, Հայաստանը ընդունեց օրենք, որ գնում է դեպի եվրոինտեգրացիա, ու ինքը ասում է հիմա գործընկերները ԵԱՏՄ-ի, Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը սպասում են Հայաստանից վերջնական կողմ որոշմանը։ Ինքը Մարիա Զախարովան խոսեց դրա մասին, որ Հայաստանը պետք է անցկացնի հանրաքվե այդ հարցով, ու ինչքան շուտ կանցկացնի, այդքան լավ։ Ինքը ասեց, որ որոշում կա ԵԱՏՄ-ի շրջանակներում, որ դեկտեմբերի գագաթնաժողովը ԵԱՏՄ-ի, որը պետք է անցնի Մոսկվայում, մինչև այդ գագաթնաժողով 4 երկրները բացի Հայաստանից, մյուս 4 ԵԱՏՄ-ի անդամ երկրները մեծ զեկույց կպատրաստեն, ինչ է դա նշանակում, իրենց համար ինչ վտանգներ է պարունակում, իրենց համար եւ այլ եւ այլ։ Կոպիտ ասած, Մարիա Զախարովան հիշեցրեց այն, ինչ ասեց Պուտինը մեզ, կողմ որոշմեք, Եվրամիություն, ԵԱՏՄ,
Նորից խոսեց ռեֆերենդումի մասին, հանրակրվեի մասին, որ անպայման պետք է անցկացնեք, հանրակրվեը ուր է ուզում, որ գնա Հայաստանի ժողովուրդը, իդեպ ասեմ ձեզ, այդ իրանց գործը չի, այդ մեր ներքին գործերն է, մենք եթե որոշենք գնալ Եվրոմիություն, ինչ ձևով այդ որոշումը կընդունենք, մյուսը, ինչի մասին ինքը հիշեցնում է, ինքը ասեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, բայց ուզում է օգտագործել Ռուսաստանի։ Կոպիտ ասած, Ռուսաստանը որպես գործիք ուզում է Հայաստանը օգտագործել, ավելի սահուն ինտեգրվելու համար Եվրոմիություն։ Ռուսաստանին ինքը ասում է, ուզում են կոպիտ ասած օգտագործել։ Ավելին Մարիա Զախարովան ասեց, որ ուրիշի հաշվին Հայաստանը ուզում է գնալ դեպի Եվրոմիություն։ Կոպիտ ասած, ստանալ Ռուսաստանից աջակցություն, ստանալ յադմից փողեր, բայց մեր հաշվին ուզում է գնալ դեպի Եվրոմիություն։ Նորից հիշեցրեց մեզ Մարիա Զախարովան, որ այն արտոնությունները, որը Հայաստանը ունի յադմի շրջանակներում, Հայաստանը կզրկվի, եթե հաստատի, որ գնում է դեպի եվրոինտեգրացիա։ Պարզ է, այդ ճնշումը մեր վրա շարունակվում է։ Բոլորս գիտենք, որ մեր ապրանքների համար ռուսական շուկան եւ յադմի շուկան փակված են։ Հիմա հապկի հետ կապված նաեւ մեզ հիշեցրեց Մարիա Զախարովան, որ ինքը ասեց, որ հապկում գտնվելը դա պարունակում է պարտադրանք։ Պարտադիր է Հայաստանը մուծել անդամավճարներ։ Այսինքն հապկի հետ կապված նույնիսկ եթե խնդիրներ կան, բայց Հայաստանը մնում է անդամ, լիարժեք անդամ հապկի, լիարժեք անդամ, ուրեմն ֆինանսական իր լուման պետք է ներդնի հապկի աշխատանքներին։ Այսինքն հապկում չի նախատեսվում այլ ռեժիմ։ Եթե դու անդամ ես, ուրեմն պետք է անդամավճարը մուծես։ Հապկի հետ կապված նորից կրկնեց ինքը, որ հապկում Հայաստան ունի եւ իրավունքներ եւ պարտավորություններ։ Ու օրինակ անդամավճար մուծելը դա նաեւ պարտավորություն է։ Պետք չի մոռանալ այդ պարտավորություններից։ Ինքը ասում է Հայաստանը չի մասնակցում ոչ մի միջոցառումներին հապկի, բայց այնուամենայնիվ մնում է լիարժեք անդամ իր պարտավորություններով։ Նաև Մարիա Զախարովան ասեց, որ մենք կասկած չունենք, որ եթե Հայաստանը վերադառնա աշխատանքի յադմի շրջանակներում, կներեք, հապկի շրջանակներում, եթե Հայաստանը վերադառնա հապկի շրջանակներում աշխատանքներին, դուք գիտեք, մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը, նաև դրա պատճառով էլ չենք մուծում անդամավճարներ, բայց ինքը ասում է, եթե Հայաստանը վերադառնա, դա բխում է Հայաստանի շահերից եւ անվտանգությունը կապահովի, ու Հայաստանը չունի անվտանգության ոլորտում ոչ մի այլընտրանք բացի հապկ։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի ի վերջո դուրս գալը հապկից, գիտեք ինչ է նշանակալու նույն Ռուսաստանի համար, նույն հապկի համար, որ իրանք վերջնականորեն դուրս կգան հարավային Կովկասից։ Դա է պատճառը, որ պարբերաբար ես ասում եմ իշխանություններին։ Մի կողմից կարծես թե ես հասկանում եմ, ինչու դուք մնում եք հապկում, որ մեր դեմ որոշումներ չկայանան, բայց մյուս կողմից անընդհատ մենք ճնշման մեջ ենք, անընդհատ շանտաժի տակ ենք, ու դա հնարավորություն է տալիս մեզ վախացնել, որ մենք չենք մուծում անդամավճարներ, ուրեմն մեր դեմ սանկցիա կկիրառվի, օրինակ խորհուրդը բարձրագույն կարող է որոշում ընդունել, օրինակ ընդհանրապես հապկից հանել Հայաստանը, որոշում կարող են ընդունել, որ հապկը զրկվում, մենք հապկում զրկվում ենք ձայնի իրավունքից, ինչու մեզ պետք է պատժեն, եթե հապկը չի կատարել իր պարտավորությունները։ Դա է պատճառը, որ ես ասում եմ իշխանություններին, պետք է դուրս գալ։ Բացի դրանից, Ռուսաստանը չի կարողանալու շարքել, որ հարավային Կովկասում միայն հապկը ապահովում է կայունությունը եւ անվտանգությունը։ Մենք տեսանք, որ հապկը չի ապահովում մեր կայունությունը, մեր անվտանգությունը, բայց պետք չի մոռանալ, որ հարավային Կովկասից
հապկում մենակ մենք ենք, ուրեմն մեր դուրս գալը ավտոմատ դուրս կբերի հապկը մեր տարածաշրջանից ու այս ձևի խոսքեր Մարիա Զախարովան չի ասի մեզ։ Ավելին, պետք չի մեր փոխարեն որոշել ինչ է մեզ ձեռնտու, ինչ չի։ Մարիա Զախարովան ասեց, որ Հայաստանին ձեռնտու է վերադառնալ հապկ։ Ոչ, մեզ ձեռնտու չի, բայց ամենագլխավոր իմ դիտողությունը նա է, որ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի մեր փոխարեն ինչ է մեզ ձեռնտու։ Ուրեմն մի հատ էլ ուզում եմ ասել, Հայաստանի դուրս գալը հապկից ավտոմատ նշանակում է, որ հապկը Հարավային Կովկասից դուրս է եկել, դուրս բերեցին, քանի որ Հայաստանը միակն էր անդամը Հարավային Կովկասի երկրներից անդամը հապկի, ապահովում էր հապկի շահերը նաև ստեղ, բայց հապկը մեզ չաջակցեց, ուրեմն դուրս գալը Հայաստանի կբերի նրան, որ ընդհանրապես հապկի հետ կչի մնալու Հարավային Կովկասում, քանի որ եւ Վրաստան եւ Ադրբեջանը վաղուց է դուրս եկան հապկի կազմից դեռ 1997 թվականին։ Հիմա շատ կարևոր միջոցառման ժամանակ Յուրի Ուշակովը օգնականը Պուտինի այսօր անդրադարձավ Հայաստանի հարցերին։ Ու ինքը ասեց, որ այն ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, ինչ անում է Հայաստանը, դա հասցվում է հարված այն ինտեգրացիոն պրոցեսների, որոնք գնում են հետխորհրդային տարածքում Ռուսաստանի մասնակցությամբ։ Կոպիտ ասած, մեր վրա գործ են շինում, կառում, մեր վրա գործ են կառում։ Ասում են, չէ, այս ինտեգրացիան, որ կա Ռուսաստանի շուրջ, հապկնա, ԵԱՏՄ-նա, այլ ինտեգրացիոն պրոցեսներ, այդ դուք հայերը դրա դեմ դուրս եք գալիս։ Այդ ինչ որ կատարվում է Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ, Հայաստանի ձգտում է դեպի եվրոինտեգրացիա, դա նշանակում է, որ դուք դուրս եք գալիս այս ինտեգրացիոն պրոցեսների դեմ։ Այլքանի որ դուք դուրս եկաք դուրս եք գալիս ինտեգրացիոն պրոցեսների դեմ, ձեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի, քանի որ Ուկրաինան էլ ինչ որ ժամանակ առաջ սկսեց դուրս գալ ինտեգրացիոն պրոցեսներից։ Լուրջ սպառնալիք է, անտեսել պետք չի, այդ Յուրի Ուշակովը շատ լուրջ մարդ է, գլխավոր դեմքերից է Պուտինի թիմում։ Ինքը ինչ ասեց, որ մեր ժողովուրդների միջև դարերից եկած համագործակցություն եւ այլ, ու հիմա փորձ արվում վերանայել այդ մեր բարեկամությունը, գործընկերությունը եւ այլ։ Նո առաջինը Ռուսաստանը վերանայեց, երբ որ աջակցեց Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, Ռուսաստանը վերանայեց հարաբերությունները Հայաստանի հետ, Ռուսաստանը երբ որ չպաշտպանեց Ղարաբաղի հայերի իրավունքները, վերանայեց հարաբերությունները Հայաստանի հետ, ուրեմն թող մեր վրա չգցեն, բայց ուշադիր պետք է հետևենք այս հայտարարություններին։ Մեզ ասում են, մեզ մեղադրում են, որ այս ինտեգրացիոն պրոցեսը Ռուսաստանի հետ մենք խափանում ենք։ Ուրեմն իրանք ասում են Ուկրաինայի օրին պետք է գցենք Հայաստանը։ Ուղղակի դա ասվեց։ Երբ որ Ուշակովին հարցրեցին, պլանավորվում է այցելությունը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա, ինքը ասեց ոչ մի կոնկրետ պայմանավորվածություններ հստակ ոչ մի բան չկա։ Նո դուք գիտեք, Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, միջդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ այս օգոստոսի 6-ին միջկառավարական հանդիպանը ԵԱՏՄ-ի, որը կլինի Ղրղստանում, ու ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չի մերժի ու կգնա այն գագաթնաժողովին ԵԱՏՄ-ի, որը կլինի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ցանկացած դեպքում Ուշակովը ասեց հիմա ոչ մի բան չի նախատեսվում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը չի պլանավորում ճանաչել մեր ընտրությունները ու շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ես ընդհանրապես անտեսեի այդ ԵԱՏՄ-ի միջոցառումները, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նա է, որ ինքը ուզում է բալանսավորել իրավիճակը մեր տարածաշրջանում Հայաստանի հետ կապված, ինքը չի ուզում Ռուսաստանը մեկուսացնել 100%-ով այդ պրոցեսներից։ Բայց ես չեմ բացառում Ռուսաստանի քայլերը կբերեն նրան, որ ի
վերջո Հայաստանը ստիպված կլինի անտեսել Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում։ Հիմա շատ կարևոր որոշում ընդունվեց երկու ընկերությունների միջև, դա կոմերցիոն պայմանագիր էր Telecom Armenia ընկերության եւ Azer Telecom ընկերությունների միջև։ Այդ երկու ընկերությունները հայկական եւ ադրբեջանական ստորագրեցին պայմանագիր, նաեւ այդ պայմանագրում ֆիքսված է, որ Հայաստանը կապահովի մալուխների միջոցով կապ Ադրբեջանի Նախիջևանի հետ, ինտերնետային կապ, թվայնացման հնարավորությունների կապ, մենք կապահովենք ցամաքով հենց մալուխների միջոցով։ Այդ պայմանագիրը ստորագրվեց ու առաջացրեց մեծ աղմուկ մեր հասարակությունում, ինչը շատ հասկանալի է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ հաստատված չեն, ինչ որ մեծ process գնում է, որի մեջ ես չեմ թաքցնում, տեսնում եմ դրական կողմերը, նաև տեսնում եմ ռիսկերը, չեմ թաքցնում դա էլ, բայց ինչ եմ ուզում ասել, մեծ process է, այդ process-ի ընթացքում սկսվեց նաև տնտեսական համագործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, դուք գիտեք, Ադրբեջանը ուղարկում է Հայաստան բենզին, դիզել, դա բիզնես է, ծախում են Հայաստանում, այդ բիզնեսը բերեց նրան, որ մեզ մոտ թրիչկաձև չմեծացավ գինը բենզինի, քանի որ Հորմուզի նեղուցի հետ կապված ճգնաժամը բերեց բենզինի գնի աճի ամբողջ աշխարհով մեզ մոտ թրիչկաձև չեղավ, քանի որ այլընտրանք առաջացավ մեզ մոտ, ոչ միայն Ռուսաստանից մենք դա ստանում ենք, մասամբ ստանում ենք Իրանից, հիմա Ադրբեջանից սկսեցինք ստանալ, ինչ որ տնտեսական սկսվեց process Ադրբեջանի հետ, ու ես համարում եմ շատ տրամաբանական, որ զարգանում է այդ process-ը։ Հենց այս պայմանագիրը Telecom Armenia եւ Azer Telecom ընկերությունների միջև այս անգամ այս ոլորտում, ինտերնետային կապի ոլորտում, մալուխային համագործակցության մալուխների միջոցով, ենթակառուցվածքների միջոցով համագործակցելը, ես այդ ընդհանուր կոնտեքստով եմ տեսնում։ Ու որն են իմ կարծիքով դրական կողմերը, նա են, որ ինչ է նշանակում, որ մենք տալիս ենք կապ Ադրբեջանին, մալուխի միջոցով, ինտերնետային կապ, տրաֆիկ, այդ ինտերնետային տրաֆիկ Նախիջևան Ադրբեջան։ Իրանք ընկնում են մեզանից կախվածության մեջ, քանի որ այդ կապը ամենակարճ հնարավորությունն է կապվել Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև իրենց ինտերնետային կապերը, ու ամենակարճ ճանապարհը, ամենաէֆեկտիվ, ուրեմն կախվածության մեջ մեզանից ընկնում են։ Ստանում են դրականը, բայց միաժամանակ ընկնում են Հայաստանից կախվածության մեջ։ Դուք գիտեք, այդ կապը մալուխային իրանք ունեն Նախիջևան Ադրբեջան Իրանի տարածքով, ինչքան հասկանում են իրանք ադրբեջանցիք ուզում են ազատվել այդ կախվածության ուժեղ Իրանից, դա է պատճառը այս այլընտրանքը ստեղծեցին, մեզ համար նաև այդ համագործակցությունը այլընտրանք է։ Բացի դրանից, որ Ադրբեջանը ինչ որ հարցում հիմա կախվածության մեջ մեզանից կլինի, բացի դրանից դա այլընտրանք է։ Դուք գիտեք, գլխավոր մալուխը, որը ապահովում է մեզ համար ինտերնետային կապը Եվրոպայի հետ, օրինակ Վրաստանի, Եվրոպայի հետ, հենց մալուխը, որը Վրաստանով է մտնում, բայց դուք հիշում եք, լինում են վթարներ այդ մալուխի հետ կապված, հիշում եք, լինում էին դեպքեր, որ 1-2 օրով մենք զրկվում էինք որակյալ ինտերնետային կապից, հիմա մենք կարող ենք ստեղծել այլընտրանք ու չհրաժարվելով պարզը այդ մալուխից, որը Վրաստանով գալիս է Հայաստան, այնուամենայնիվ մենք Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով կարող ենք դուրս գալ օրինակ կենտրոնական ասիական երկրներ այլ ուղղություններ։ Այդ իմաստով ես համարում եմ դա դրական զարգացում։ Ես ինչքան գիտեմ, բացի տրիպ
ծրագրից Ադրբեջանի հետ քննարկվել են նաև այլ հնարավորություններ, այդ մալուխը օգտագործել, կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջևան գազամուղ, որի հետ կապված նաև մենք կունենանք հնարավորություններ գազը ստանալ Ադրբեջանի։ Ինչ որ այս ձևի ծրագրերի հետ կապված ես գիտեմ, որ գնում էին քննարկումներ, նաև մեր պաշտոնյաները խոսում էին պոտենցիալ հնարավորությունների մասին, ես դրանց վատ չեմ վերաբերվում, բայց միշտ, երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, մենք պետք է նաև հիշենք, որ ոչ բոլոր հարցերը, որ լուծված են, կան հումանիտար հարցեր, որ լուծված չեն, նաև մեր գերիների հարցը լուծված չի, բոլորս գիտենք, որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, դել չի ստորագրվել, Ադրբեջանը շարունակում է այդ մեր սահմանադրության հետ կապված պահանջները, նախապահանջները դնել, ուրեմն քանի որ զարգացում կա, մյուս կողմից բարդ հարաբերություններ են, դեռ չեն կարգավորվել Ադրբեջանի հետ, ռիսկերի պետք է հաշվարկ անենք։ Ռիսկերից մեկը նաև, որ եթե դու ուժեղ խորացնես հարաբերությունները Ադրբեջանի հետ ու օրինակ ստանաս Ադրբեջանից բենզին ու դիզել մեծ քանակությամբ, որը կազմի, ասենք 20-30% մեր պահանջարկից, բարձր այդ դեպքում պետք է մտածես, որ վտանգ դա կա, որ մի ուրիշից դու հիմա ուժեղ կախվածություն կունենաս, բայց Ադրբեջանի հետ մենք դեռ այդ փուլում չենք։ Մեր պահանջարկի օրինակ նույն բենզինի Ադրբեջանը ապահովում է 1 թե 2 թե 3%։ Դες դեռ մենք այն կապը համագործակցությունը տնտեսական ոլորտում Ադրբեջանի հետ չունենք այն մակարդակի, որ ասենք, որ այ ռիսկերը մեծացել են։ Նույնը վերաբերում է այլ հարցերին, օրինակ շատ լավ է, որ Ադրբեջանից ինչ որ ապրանքներ մտնում են Հայաստան ու առաջերտին բենզինը, այլընտրանք է մեզ համար, բայց վատ է, որ դեռ մենք չենք ուղարկի Ադրբեջան մեր ապրանքներից, դες փոխադարձ առևտուր պետք է լինի։ Ուրեմն իմ կարծիքով process-ը դրական է գնում, այս համագործակցությունը նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նաև մալուխների ոլորտում ես համարում եմ դրական, բայց միշտ պետք է նաև ռիսկերը հաշվարկ անես, մեկ օրինակ ձեզ բերեմ, անչափ կարևոր, դու գիտեք Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան ինչ ակտիվ համագործակցություն է, ու Վրաստանի տարածքը որպես տրանզիտային տարածք օգտագործում է եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, ու իրոք ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցություն են վարում այդ երեք երկրները տարբեր ոլորտներում, նավթ, գազ, երկաթգիծ եւ այլ, բայց դուք գիտեք, որ Վրաստանը մի քանի տարի առաջ որոշում ընդունեց, որ անշարժ գույք չեն կարող ձեռք բերել Վրաստանի ներսում Թուրքիայի քաղաքացիները։ Օրինակ, Հայաստանի քաղաքացիները, Ադրբեջանի քաղաքացիները առանց խնդրեմ կարող են գնալ, տուն գնել, հող գնել Վրաստանում, բայց Թուրքիայի քաղաքացիները իրավունք չունեն, քանի որ ստեղ առաջացավ խնդրեմ Վրաստանի համար, Թուրքիայի քաղաքացիները ակտիվ աշխատում են Վրաստանի հետ, նաև ձեռք են բերում սեփականություն։ Ու Վրաստանի ազգային ժողովը Պարլամենտը ընդունեց որոշում սահմանափակեց այդ հնարավորությունները։ Ուրեմն պետք չի ոչ մի բանից վախենալ, այս համագործակցության ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի սահմանափակել, ինչ որ զարգացումներ կամ ռիսկեր առաջանան, միշտ կարելի է որոշումներով կառավարության, ազգային ժողովի այդ ռիսկերը բալանսավորել։ Ու նաև ուզում եմ մի քանի ուղղակի խոսք ասել կապված այն զարգացումների, որոնք գնում են ներքին քաղաքականության ոլորտում, երեք ես ձեզ ասեցի, որ սահմանադրական դատարանը նշանակեց հունիսի 26-ը առաջի օր այդ քննարկումների, այն բողոքների, որոնք ներկայացրեց ընդդիմությունը սահմանադրական դատարան, այս ընտրությունները չեղյալ համարելու համար, թեժանում է ներսում իրավիճակը, դու գիտեք նաև ձերբակալություններ, տարբեր գործերով, նաև այլ թվում գործերով կապված ընտրակաշառքների բաժանման, նախկինից եկած կոռուպցիոն գործերի հետ կապված, դուք տեսնում եք այդ ռուսամետ ուժերի դեմ կայլեր արվում են կոնկրետ, նույնիսկ խուզարկություններ են, ասենք
իշխան Սաղաթելյանի պատգամավորի տանը խոզարկություններ, ես պետք է ասեմ, որ բավական լարված էր վիճակը քաղաքապետարանում, դու գիտեք, այնտեղ Երևանի խորհրդի նիստ էր, Երևանի խորհրդի նիստի ժամանակ վեճ էր քաղաքպայմանագրի եւ Մայր Հայաստան խմբակցության անդամների միջև ծեծ կրտուկի հասավ, ցավում եմ, որ այս ձևի լարված է վիճակը ներսում, նորից կոշտ հայտարարություններ, պարոն Ավինյանը ասեց, որ կաշիներդ քերթելու ենք եւ այլ, դա պարզ է ներսում ստեղծում է բավական լարված վիճակ, ես չգիտեմ դա ձեռնտու է իշխանության կամ ընդհանրապես պետությանը, բայց իշխանությունները կարծես թե այս ընտրություններից հետո հասկացան ինչքան վտանգավոր է մեր հասարակության համար, վտանգավոր են այն ուժեր, որոնք դրսից են ղեկավարվում, դա է պատճառը իմ կարծիքով, որ այս ձևի ճնշում գնում է այդ ռուսամետ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, մինչ նոր հանդիպումներ։